Ողջույն, Բուն TV եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր մենք շարունակելու ենք քննարկել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, դրա վերջին զարգացումները։ Եվ իմ հյուրերն են քաղաքագետ Նարեկ Մինասյանը, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, եւ անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսեթյանը, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Հարգելի գործընկերներ, հարգելի հեռուստատողներ, մենք այս թեմային անդրադառնում ենք բազմիցս, մենք այս թեմային անդրադառնում ենք մշտապես, որովհետև սա մի թեմա է, որից որ նույնիսկ դժվար է ասել սահմանափակումներ, թե ինչը կախված չէ, հա, թե արտաքին քաղաքականության մեջ, թե ինչ-որ չափով նույնիսկ ներքաղաքական զարգացման մեջ, դա է հիմնական պատճառը, որ մենք սա մշտապես պահում ենք վերուշադրության կենտրոնում, եւ ինքը բավականին դինամիկ թեմա է, որտեղ երևի շաբաթների ընթացքում անընդհատ տեղի ունեն փոփոխություններ, ինքը ավարտված process չէ, մի խոսքով եթե այսպես ձևակերպենք։ Պարոն Մինասյան, եկեք ամենաառաջինը մի հատ փորձեք անել հետահայաց այլ վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած զարգացումները ըստ էության Վաշինգտոնյան հանդիպումից հետո, որտեղ Վաշինգտոնյան հանդիպման մասին առիթ ունեցել ենք խոսելու։ Դերևս Վաշինգտոնյան հանդիպումը դարձավ այն ամենակարևոր հանգրվանը, որը ըստ էության ուղենշում է կարգավորման գործընթացի շատ ուղղություններ։ Փաստացի մենք ունենք Վաշինգտոնյան հանդիպման արդյունքներով մենք ունենք նախաստորագրված խաղաղության պայմանագիր, կան նաև պայմանավորվածություններ մյուս թրեքերի հետ կապված, միևնույն ժամանակ ամենակարևորը կա ընդունված խաղաղության հռչակագիր եւ կողմերը առնվազն ամենաբարձր մակարդակով, ինչպես Ալիևն է ասում, թիվ 1 մայրաքաղաքում հանձնառություն են ստանձնել քաղաքական, որ հավատարիմ է խաղաղությանը։ Եվ դրանից հետո այդ հայտարարությունը ամենատարբեր մակարդակներով վերահաստատվել է։ Եվ այսօր էլ, օրինակ վերջերս 2 օր առաջ Ալիևը իր հայտարարություններից մեկում եւս մեկ անգամ հայտարարեց, որ հայերն ու ադրբեջանցիները արդեն համակերպվել են խաղաղ ապրելուն կամ խաղաղ կյանքին եւ այլն եւ այլն։ Միևնույն ժամանակ մյուս ուղղություններով մենք ունենք որոշակի պայմանավորվածություններ, մասնավորապես ամենազատման եւ ամենագծման գործընթացի հետ կապված, որտեղ ըստ էության process-ը պետք է շարունակվի, քաղաքական, այսպես կամք կա, պայմանավորվածություններ կա, սակայն հաշվի առնելով նաեւ հաղորդակցությունների մասով նոր պայմանավորվածությունները չի բացառվում, որ այդ սահմանազատման գործընթացը տեղափոխվի հարավ, որտեղ նախատեսվում է հաղորդակցությունների բացումը եւ այդ հատվածներում ըստ էության հստակ ուրվագծվի կամ առանձնացվի հայ-ադրբեջանական սահմանը, սա նաև բավական կարևոր է այն սկզբունքների տեսանկյունից, որոնք համաձայնեցվել են, որովհետև հայկական կողմը պնդում է, որ ըստ էության հաղորդակցությունները պետք է ապաշրջափակվեն իր ինքնիշխանության տարածքային ամբողջականության, ըստ էության տարածքային ամբողջականության այդ հիմնական, այսպես սիմվոլը գետնի վրա սահմանային սյունն է, որը դրվելու է։ Սա էլ բավական կարևոր է եւ խորհրդանշական նաև կարևորություն ունի մեզ համար։ Եվ հաջորդ թրեքը դա հենց հաղորդակցությունների հարցն է, ինչպես գիտեք, TRIP-ի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինչպես նաև ընդհանուր բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման։ Այստեղ բավական կարևոր է ուրվագծել եւ շեշտել, որ TRIP-ի վերաբերյալ գործընթացը երկկողմ է։ Հայ-ամերիկյան պայմանավորվածությունների արդյունք դա պետք է լինի, դրա կյանքի կոչումը եւ այդ ուղղությամբ արդեն նախնական շփումները կան։ Մեկ ամիս առաջ Հայաստանը այցելեց առաջին պատվիրակությունը պետքարտուղարությունից եւ հայտարարվեց ավելի քան 150 միլիոն դոլարի տրամադրման մասին, հաշվի առնելով Թրամփի վարչակազմի առանձնահատկությունը, որը չի սիրում փող բաժանել, սա բավական այսպես հստակ ուղերձ է, որ ամերիկյան կողմը լուրջ է տրամադրված եւ պատրաստ է իրականում ներդրումներ կատարել։ Միևնույն ժամանակ մենք տեսանք նաեւ այդ պայմանավորվածությունների կյանքի կոչման համատեքստում, որ Հայաստան այցելեցին ամերիկացի մասնագետները, ովքեր պետք է իրականացնեին Հայաստանի սահմանային եւ մաքսային կարողությունների գնահատում, կարիքների գնահատում դրա շրջանակում, որպեսզի ուրվագծեին, թե եւ հստակեցնեին, թե կոնկրետ ինչ հարցերում պետք է ամերիկյան կողմը աջակցություն ցուցաբերի, նաեւ ինչ ֆինանսական միջոցներ է անհրաժեշտ այդ աջակցության համար, այսինքն դա հավելյալ ներդրումների մասին է խոսում։ Ըստ էության այս հիմնական ուղղությունները, հիմնական դինամիկան սա է եւ միևնույն ժամանակ պետք է նաեւ արձանագրել, որ ակնկալի կար, որ այս process-ը շատ ավելի արագ կընթանա, սակայն ամերիկյան կողմից հիմնական այս հարցերով զբաղվողը դա Վիտկոֆի թիմն է, Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցչի, եւ Վիտկոֆի թիմը նաեւ ակտիվորեն ներգրաված է այլ հակամարտություններում, օրինակ Գազայի կարգավորման գործընթացում, որը ըստ էության ամփոփվեց Շարմ el-Շեյխի գագաթնաժողովի շրջանակում։ Հիմա նոր ինչ որ ջանքեր է գործադրվում ուկրաինական ուղղությամբ, նախատեսվում է
Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը եւ հետեւաբար Witkoff-ի թիմը նաեւ այս մյուս ճակատներով է զբաղված, ինչը օբյեկտիվորեն կարող է նաեւ որոշակիորեն անդրադառնալ հայ-ամերիկյան այս երկխոսության դինամիկայի վրա, սակայն ամենակարևորը այն է, որ կա առնվազն պայմանավորվածություններ։ Մենք տեսնում ենք ամերիկյան կողմից առաջին քայլերը դրանց կյանքի կոչման ուղղությամբ եւ իհարկե այստեղ նաեւ հայկական կողմը որոշակի տնային աշխատանք ունի անելու, որպեսզի հստակեցնի առնվազն օրինակ TRIP-ի վերաբերյալ ինչ կարգավորումներ ենք մենք նախընտրում, ինչ իրավական ձևակերպումներով, ինչ փաթեթավորմամբ կամ հայկական կողմի ներգրավվածության ապահովման ինչ մեխանիզմներ ենք մենք նախատեսում։ Հետեւաբար սա այս պատուհանը կամ որոշակի այս process-ի դանդաղումը, բայց ոչ ընդհատումը, նաև հնարավորություն է հայկական կողմի համար առավել լավ պատրաստվելու, որպեսզի ամերիկյան կողմին ներկայացնի իր առաջարկները։ Ընդ որում, քանի խոսքը բացվեց Witkoff-ի օֆիսի մասին, պետք է նաև արձանագրենք, որ դեռ վիճելի հարց է, էլի, արդյոք ավելի լավ կլինի, որպեսզի այդ գործերը ոնց որ ասած տեղափոխվեն պետքարտուղարություն եւ ավելի ինստիտուցիոնալ կառույցների կողմից առաջ մղվեն, ինչպես շատերը օրինակ պնդում են Հայաստանում, թե ամեն դեպքում հենց այն ադմինիստրացիան, որը որ բերեց այս ուրեմն բեկումնային իրավիճակին, ավելի լավ է, որ հենց իրենք է շարունակեն եւ իրենց ոճով, այդ գործարքային բիզնես ոճով փորձեն այս ամեն ինչը առաջ մղել։ Դա լուրջ խոսակցության թեմա է։ Պարոն Մելիքսեթյան, համեցեք։ Այստեղ կարելի նաև մի հավելում էլ անել այս հանդիպումների շղթային, դա Աբու Դաբի հանդիպումներ հունիսյան, որ ամենաերկարատևն էր եւ բովանդակային առումով նաեւ նախագծեց նաեւ հետագա բոլոր զարգացումները, այդ թվում Վաշինգտոնյան զարգացումները եւ այնտեղ նույնպես նշվեց սահմանազատման հանձնարարություն եղավ, հա, համապատասխան հանձնաժողովներին ակտիվացնել եւ շարունակել այդ թրեկը քաղաքասարակությունների, հա, եւ փոխուստահության մթնոլորտի ստեղծման շուրջ հայտարարություններ եղան, կարելի է ենթադրել, որ նաև կոմունիկացիաների շուրջ են եղել, քանի որ հետագայում մենք ունեցանք նաև այդ TRIP-ի եւ այլ խոսակցություններ։ Այստեղ ես մի առանձնացում էլ կանեի, իմ կարծիքով կարելի է բաժանել հայ-ադրբեջանական գործընթացը պայմանավորվածությունների մի մասը, որոնք Վաշինգտոնում են կնքվել, եւ այդ փաթեթը, հա, եւ գործառույթը, դա մի ուղղություն է, եւ բացի դրանից էլ, բացի այդ պայմանավորվածությունների, Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են շարունակել հարաբերությունների կարգավորումը, նաեւ այլ տրամաբանությամբ, այլ ուղղություններով եւ ինչպես նշվեց, օրինակ նույն սահմանազատումը, չէ՞, օրինակ սահմանազատումը մենք գիտենք ինքը ավարտված է համարվելու միայն եւ որ ամբողջ սահմանի այդ սահմանազատումը, սահմանագծումը ավարտվի եւ նաեւ կողմերը վավերացնեն այդ գործընթացը, բայց 2021 թվականին, թե մեր մոտ դա նաև շատ բուռն քննարկումների առարկա դարձավ, օրինակ Գորիսից հարավ, գրեթե մինչև նաև Կապանի հատվածը, հա, գրեմ նախկին Մեղրի շրջանի համարյա հատվածը, փաստացի սահմանազատում իրականացվեց, երբ որ ըստ վարչական սահմանի կողմերը կանգնեցին այդ սահմանին, հայկական կողմը Հայաստանի, ադրբեջանական Ադրբեջանի, հիշում ենք Շուրնուղ գյուղի պատմությունը, երբ որ բաժանվեց այդ Գորիս-Կապան ճանապարհի, հա, երբ որ մի հատված անցավ Ադրբեջանին, բայց ինքը կատարվեց նաև ըստ այն վարչական սահմանի, որ կար, իհարկե այն նույն ճշտությամբ չի, այո, այն նույն ճշտությամբ չի, երբ որ արդեն մենք մետրերով օրինակ Գիրանց-Ոսկեպար հատվածում գիտենք որտեղ է գիծը սահմանի, բայց այդտեղ նույնպես բավականին բարձր եւ իմ կարծիքով թույլատրելի այդ միջանկյալ շրջանի համար տարբերակով, ինչպես օրինակ հայ-վրացական սահմանը, որտեղ մենք նույնպես չունենք հայ-վրացական սահմանազատված եւ որոշված սահման, բայց հիմնական կողմերը կանգնում են այն վարչական սահմանին, որ նշված է նույն խորհրդային շրջանի այդ քարտեզների վրա, եւ բացի օրինակ այդ 12 եւ 7 կիլոմետր հատվածը սահմանի, որտեղ կանգնած են սահմանապահ ուժերը, նաև Գորիս-Կապան այդ հատվածում են կանգնած սահմանապահ ուժերը։ Այսինքն իմ կարծիքով մենք կարող ենք նաև սահմանազատման գործընթացը բաժանել այս միջանկյալ տարբերակի։ Մեկը վերջնական, երբ որ այդ քարտեզի վրա հաստատում են այն գիծը կամ փոփոխություններ են կատարում, որովհետև մենք գիտենք, որ հատվածներ կան, որտեղ ավելի լավ է փոխանակումներ եւ փոփոխություններ կատարել եւ հետո նաեւ գետնի վրա այդ սյուներն են տնկում, հա, որպես վերջնական գործընթաց եւ մեկը որպես միջանկյալ մենք վերադառնում ենք ուղղակի վարչական սահմանին ու սա նաեւ իհարկե թույլ է տալիս լուծել ամենացավալի հարցը, դա ռազմական արկայությունն է Ադրբեջանի հիմնական զինուժի Հայաստանի Հանրապետության տարածքում, որոշ հատվածներում նաեւ հատկապես 90-ականներից դեռ կա Հայաստանի զինուժի արկայությունը
Ադրբեջանի տարածքում նույնպես մեր հիմա ներքին քննարկումների բուրըն նաև թեմա է այս թեզը, բայց կարելի է հենց հատվածային առնվազն շարունակել այս տրամաբանությամբ նույնպես եւ սա վերջնական սահմանազատում չի լինի, բայց սա կլինի այն, ինչ մենք ունենք, ինչպես նշեցի, հայ-վրացական սահմանին կամ ինչ ունի Ադրբեջանը, Վրաստանը նույնպես իրենց սահմանին, հա, չկա վերջնական սահմանազատում, բայց կա վարչական սահմանի ընկալում։ Երկրորդը ընդհանրապես նաև կոմունիկացիաների հետ կապված, նույնպես կարծում եմ, որ բացի թրիպից, որովհետև հիմնականում երբ որ մենք խոսում ենք թրիպի մասին եւ ձեզ հետ նաև նույնպես քննարկել ենք, հասկանում ենք, որ դա տարիների խնդիր է, ինչքան էլ օպերատիվ չգործի այս վարչակազմը ամերիկյան, ես ենթադրում եմ, որ ինքը աշխատելու է այնուամենայնիվ արդեն հաջորդ նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ում եւ հետեւաբար բացի թրիպից, եթե մենք կապում ենք ընդհանրապես կոմունիկացիաների ապաշրջափակում միայն թրիպի հետ, մենք 3-4 տարի կորցնում ենք ուղղակի։ Այսինքն պետք է մտածել ինչ-որ այլ լուծումների մասին եւ մենք ունենք այլ կոմունիկացիաներ եւս եւ դրանք, ասենք, գազամուղը չի պահանջում ինչ-որ անվտանգություն, հա, այն ընկալմամբ, որ ոչ մեկին ֆիզիկական վտանգ չի սպառնում, եթե գազամուղը անցնում է Հայաստանի տարածքով, առավել եւս եթե ինքը նաեւ մատակարարում է որոշակի Հայաստանին է գազմատակարարում։ Մենք կարող ենք մտածել նաև այն ֆորմատների մասին, երբ որ ինչ-որ շարասյուներ են հավաքում սահմանին եւ հատուկ ինչ-որ հայկական հատուկ ծառայությունների, ոստիկանության եւ այլն ուղեկցությամբ անցնում են Հայաստանի տարածքով, նույնը Ադրբեջանի տարածքով։ Այսինքն իմ կարծիքով մենք պետք է փնտրենք նոր լուծումներ, քանի որ միայն Վաշինգտոնյան պայմանավորվածությունների վրա կանգնելով, որտեղ բացի Հայաստանից եւ Ադրբեջանից կար նաեւ Միացյալ Նահանգների գործոնը, ինչպես նշեց իմ գործընկերը, այստեղ նաեւ այլ կոնֆլիկտները էականորեն ազդում են այդ հետաքրքրության եւ ներգրավվածության վրա ԱՄՆ-ի մեր տարածաշրջանում, այսինքն մենք չթողնենք, որ մեր հարցերը Հայաստանի եւ Ադրբեջանի կախված լինի աշխարհում այլ զարգացումներից եւ ինչքան ժամանակ կունենա նույն ԱՄՆ-ն կամ այլ երկրներ տրամադրել մեզ մեր հարաբերությունները կարգավորելու համար։ Իմ կարծիքով այս տարանջատումը շատ կարևոր է եւ պետք է արդեն մտածել Վաշինգտոնյան թրեկը, որ շատ կարևոր է, եւ թրիպը, որ շատ կարևոր է, եւ իհարկե նաեւ այն օրակարգերը, որ քննարկվել են մինչ Վաշինգտոնը եւ կարելի է քննարկել Վաշինգտոնից հետո, ու մենք ինչպես նշվեց, նույն այդ սահմանազատումը 12.7 կիլոմետրը Հայաստան-Ադրբեջանը արել են առանց միջնորդի եւ առանց Վաշինգտոնի, Մոսկվայի եւ այլն եւ այլն։ Շնորհակալ եմ, պարոն Այք, երկու հանդիպումները Աբու Դաբին եւ Վաշինգտոնը միասին վերցրած նաեւ մեկ այլ բան են փոխել, ըստ էության ինչ որ չափով մթնոլորտ է փոխվել բանակցային գործընթացում։ Եվ ոչ միայն բանակցային գործընթացում, կողմերի հայտարարությունները, երբ որ նայում ենք տված ուրեմն մեկնաբանությունները մամուլի համար, երբ որ տալիս են, էականորեն զգացվում է, որ էականորեն փոխվել է մթնոլորտը, թե կողմերի միջև, թե միմյանց նկատմամբ հանրային ուրեմն հայտարարությունների վերաբերյալ։ Իհարկե ադրբեջանական կողմը դեռևս պահպանվում է մեզ համար դեռևս այսպես թունավոր պարունակություն ունեցող որոշակի բառապաշարի կրկնություն, նաև կան խնդիրներ, Ադրբեջանում շարունակում են պնդել, որ Հայաստանի սահմանադրության մեջ կա տարածքային պահանջներ իրենց նկատմամբ եւ ըստ էության հրաժարվում են ստորագրել ու վավերացնել խաղաղության համաձայնագիրը ըստ պայդրությամբ, պատճառաբանելով, որ իրենց պետք են իրենց բառապաշարով ասած երկաթբետոնյա երաշխիքներ, որ սա վերջնական խաղաղության համաձայնագիր է, թեպետ այստեղ պետքա, գիտեք, փորձենք եւս մեկ անգամ բացատրել ներկայացնել, որ եթե Ադրբեջանը պետք են երկաթբետոնյա երաշխիքներ, ապա դա համադրության փոփոխությունը չէ, որովհետև ինչ նախանգարելու 10 տարի հետո, 20 տարի հետո, եթե ռևանշիստական կառավարություն ձևավորվի Հայաստանում, հետ փոխել այդ համադրությունը, այսինքն, չգիտեք, միջազգային հարաբերությունների մեջ փաստաթղթերի վրա հղում անելը որպես երկաթբետոնե ուրեմն երաշխիքներ շատ հազվադեպ է աշխատում, սենց ասենք։ Իսկ ո՞րն են այդ երկաթբետոնե երաշխիքները։ Երկաթբետոնե երաշխիքները դրանք փոխադարձ կախվածություններն են, դրանք փոխշահավետ համագործակցություններն են, դրանք ենթակառուցվածքային նախագծերում միասին աշխատելն է, դրանք համատեղ արտադրություններն են եւ այլն, այսինքն երբ որ կողմերը միմյանցից ունենան տնտեսական, ֆինանսական փոխադարձ հետաքրքրություններ եւ փոխադարձ կախվածություններ, այ իրական ուրեմն երաշխիքները սրանք են։ Նաեւ ես սրանք ճիշտ ասած կավելացնեի նաեւ որոշակի ուժային բալանսը Հարավային Կովկասում։ Այ որ պահին ստեղծվել այս երկուսը, կողմերի միջև որոշ առումով ուժային բալանս եւ միևնույն ժամանակ տնտեսական փոխադարձ կախվածություններ եւ փոխշահավետ հարաբերություններ, այսա կլիներ վերջնական լուծումը կոնֆլիկտի։ Ըստ էության Եվրոպական միությունն էլ է այսպես կառուցվել, այսինքն մի կողմից որոշակի ուժային բալանս, մյուս կողմից ինստիտուցիոնալ իհարկե մակարդակի հասցված փոխադարձ կախվածություններ եւ իրար հետ աշխատող տնտեսական համակարգեր։
Սա ասելով վերադառնանք ոնց որ ասած մեր օրեր եւ մեր իրականություն, այո, Միացյալ Նահանգների հետ Վաշինգտոնում մեր ստորագրած ուրեմն փաստաթղթերից հետո ամենակարևոր երևի թե իրադարձությունը համաձայն եմ գործընկերների հետ այն է, որ զարգացում կա, այսինքն Միացյալ Նահանգներից եղավ ես պատվիրակությունները, եղավ ներդրման ուրեմն խոստումը, պատվիրակությունները աշխատում են, գնում են Բաքու, գալիս են Երևան, սա ամենակարևոր ցուցիչն է, որ այն ինչ որ ստորագրվել է Վաշինգտոնում չի մնացել թղթի վրա, ինչպես օրինակ դա եղավ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մի շարք կետերի հետ, որոնք որ այդպես էլ նույնիսկ չսկսեց դրանց իմպլեմենտացումը, եւ ըստ էության առաջին օրերից մենք տեսանք այդ փաստաթղթի ոտնահարումները։ Սա երևի թե ամենակարևոր մեթոդաբանական բանն է, տարբերությունն է երկու փաստաթղթերի մեջ, իսկ բովանդակային առումով ավելորդ ասել, երևի թե մի ուրեմն բանով կարելի է, մի ձևակերպմամբ կարելի է երկու փաստաթղթերի հետ համատել, որ հայկական կողմի համար նոյեմբերի 9-ի ամենալավ ընթերցումը ավելի վատն է, քան օգոստոսյան Վաշինգտոնյան փաստաթղթի հնարավոր ամենավատ ընթերցումը։ Ինչու՞, որովհետև Վաշինգտոնում կա երկու կետ, որոնք որ բոլորովին փոխում են անգամ Ադրբեջանի կողմից այսպես իրադարձությունները կեղծելու կամ այլ կերպ ներկայացնելու հնարավորություններն են սահմանափակվում, որտեղ հստակ գրած է, որ բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, փոխադարձության, հավասարության, օրենսդրության, ավելի ճիշտ իրավազորության հիման վրա։ Այդ մի կետ եւ երկրորդ կետը, որ Հայաստանն էլ պետք է ստանա փոխադարձ ուրեմն առավելություններ միջպետական ու ներպետական շրջանառության մեջ։ Այս երկու կետը միասին չեն թույլ տալիս, չեն թողնում այլևս որևէ մանիպուլյացիայի կետ եւ ուրեմն անխոչնդոտ բառի այնպիսի ընթերցումներ, որոնք որ շատ ունիկալ են միայն Ադրբեջանի համար։ Աշխարհում ոչ մեկ անխոչնդոտ բառը այնպես չի ընթերցում, ոնց որ դա ընթերցում են Բաքվում։ Սրանք ըստ էության հիմնական զարգացումներն են։ Վերջին ուրեմն իրադարձությունը, որը որ նույնպես կարծում եմ կարևոր է եւ որից ես խնդրեմ մենք մի նոր թեմա բացենք, դա Կոպենհագենի հանդիպումն է, եւ Կոպենհագենում երկրների ղեկավարների մակարդակով ընդունած համատեղ հայտարարությունն է, որտեղ երկրների ղեկավարները նաեւ կարևորություն տվեցին երկու երկրների քաղաքացիական հասարակությունների եւ քաղաքացիների միջև կապերի ամրապնդմանը, ինստիտուցիոնալացմանը եւ այլն։ Սա ուրեմն ոլորտում կոչվում է Track 2 կամ Track 1.5 դիվանագիտություն։ Պարոն Մինասյան, պարոն Մելիքսյան, ես կխնդրեմ մենք նախ մի հատ մեր հանդիսատեսին ներկայացնենք ինչ է նշանակում ընդհանրապես Track 2, որովհետև ես տեսնում եմ մեր քաղաքական միջավայրում ինչ որ կան մարդիկ, որոնք շատ ուռճացված պատկերացումներ ունեն, որ տենց հարցերը իրականորեն տեղ են լուծում, կան մարդիկ, որոնք ընդհանրապես որևէ լուրջ վերաբերմունք չունեն։ Դրա համար եկեք այսպես անենք, պարոն Մելիքսյան, խնդրեմ դուք ներկայացնեք ինչ է իրենից ներկայացնում ընդհանրապես Track 2 դիվանագիտությունը։ Հետո պարոն Մելիքսյան, ես կխնդրեմ ներկայացնեք թե պատմությունը մեր հայ-ադրբեջանական Track 2 դիվանագիտության իրենից ինչ է ներկայացրել։ Ուրեմն Track 2 դիվանագիտությունը դա այսպես ասած հասարակությունների, այսինքն ոչ պաշտոնական հայ հասարակությունների ներկայացուցիչների կոնտակտներն են, կդա լինի, ասենք, լրագրողներ, քաղաքացիական ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, եթե մենք գնում ենք, ասենք, Track 1.5, դա արդեն նշանակում է որոշակի պաշտոնական տար, հա, այսինքն այն վերլուծաբանները կամ գուցե անձիկ, որ նաև պաշտոնական կապեր ունեն եւ կարող են հաղորդակցել այդ հասարակական կոնտակտները ինչ որ պաշտոնական դիրքորոշումների հետ եւ դրանով մենք հնարավորություն ունենանք նաև որոշակի, այսպես ասած, այդ հասարակության եւ ոչ պաշտոնական հասարակության հատվածի ներկայացուցիչները հնարավորություն ունենան նաև հակառակ կողմի պաշտոնական դիրքորոշումներին ծանոթանալ կամ ազդել նաև իրենց ընկալումներով, հա, կոնֆլիկտի մասին։ Ու Track 2-ն հայ-ադրբեջանական կոնֆլիկտում երևի դեռ 80-ականների վերջից էր եւ հիմնականում ինտելիգենցիայի տեսքով էր, իհարկե իմ գործընկերն ավելի լավ այս ամենը կներկայացնի, բայց ինքը միշտ ունեցել է նաև հատկապես վերջին տասնամյակներում մի յուրահատկություն։ Հայաստանի կողմից հիմնականում դա Track 2 է եղել, Ադրբեջանի կողմից երբեք Track 2 չի եղել, որովհետև ադրբեջանական հասարակությունը եւ քաղաքահասարակությունը այն անկախության աստիճանը չունի, ինչ որ Հայաստանյան, ու նաև պետք է նշել, որ հավանաբար մինչև 2018 թվականը հայկական կոնտակտներն էլ առնվազն դրանց մի մասը այդքան էլ Track 2 չէին, հա, որովհետև էլի Արցախի այն ժամանակ հիմնական Արցախիներ ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորության մեջ միշտ կար պաշտոնական այդ ներկայությունը գծի եւ նաեւ որոշակի ցենզուրա, հա, որ նաեւ ինքնացենզուրայի տեսքով է դրսևորվում
Հիմա մենք ունենք իմ պատկերացմամբ իհարկե այդ առումով ավելի ազատ եւ իսկապես ավելի թրեքթուի հոգուն համապատասխանող հայկական մասնակցություն այս գործընթացներին Ադրբեջանի կողմից մենք դա հասկանում ենք, որ ինքը այդքան մաքուր չի այդ թրեքթուն եւ այնտեղ կա նաեւ պաշտոնական տարը, բայց սա նաեւ որոշակի հետաքրքրություն հասկանալով մենք գործ ունենք նմանատիպ հասարակության հետ եւ նմանատիպ պետության հետ, այստեղ կարելի է նաև դրանից ինչ-որ օգուտ քաղել, հա, ավելի կամ փորձել նաև հասկանալ ինչպիսին է օրինակ պաշտոնական դիրքորոշումները տարբեր հարցերում։ Ու կարծում եմ իհարկե մինչև ինչպես նշվեց 2020 եւ 2023 թվականը, այսինքն այս թրեքները, եթե մենք ունենայինք երկու հասարակություններում էլ երկու պետություններում էլ ուժեղ քաղաքասարակություն, անկախ ինֆորմացիոն դաշտ եւ ուժեղ, որ ազդեցիկ է նաեւ քաղաքական որոշումների վրա, գուցե հայ-ադրբեջանական կոնֆլիկտը նաեւ 90-ականներին, 2000-ականների սկզբին այլ տրամաբանությամբ զարգանար, բայց պետք է ասել, որ ինչպես նշվեց Ադրբեջանում չի եղել այդ ներուժը։ Ես կասեի, որ Հայաստանում էլ սահմանափակ է եղել տարբեր պատճառներով, նաեւ հայկական հասարակության համար Արցախյան կոնֆլիկտը համարում էր լուծված 94 թվականից հետո եւ մեր կողմը այդքան մեծ մոտիվացիա չուներ իսկապես նաեւ հասկանալ հակառակ կողմի փաստարկները, ընկալումները կոնֆլիկտի հետ կապված, հա, նաեւ այդ ընկալումները մեզ համար տարբեր պատճառներով մարդկանց համար անընդունելի էին եւ գնալով մեր հասարակության, ես կասեի հասարակության անհատվածի, որը նաեւ անկախ էր իշխանական ինչ-որ ազդեցություններից, ավելի ծայրահեղական դրսևորումներ էին Արցախի հարցի կարգավորման հետ կապված, այսինքն այդ հատվածը լինելով անկախ, այնուամենայնիվ հաճախակի ավելի ռադիկալ էր։ 2023 Այստեղ երևի հիշենք Սերժ Սարգսյանի անգրած մի հայտարարությունը ինձանից Լեռնային Ղարաբաղը մի պաշտպանեք, որ ինքը արձագանքում էր որոշակի քաղաքական ակտիվիստների, որոնք ասում էին ոչ մի քայլ հետ կամ ոչ մի զիջում։ Այո, այսինքն այդ մթնոլորտը մենք ունեցել ենք եւ դա եղել է պատճառը, որ այդ գործընթացը ձախողվել է, այստեղ կա եւ հակառակ կողմի եւ հայկական կողմի մեղքի որոշ մասը։ Հիմա պատճառը ինչու է աշխատում այս ամենը, հա, նշված բարդություններով եւ յուրահատկություններով կողմերի, այն է, որ օբյեկտիվ հատվածները կոնֆլիկտի, այսինքն այն ինչ կոնֆլիկտը ներկայացնում իրենից 2023 թվականից հետո այլևս չկան հայկական կողմի համար վատ արդյունքներով, բայց կարծում եմ նաև մեր հասարակության նաև լուծական դաշտի առնվազն ես կասեի ամենա ռացիոնալ հատվածի համար անընդունելի անհավանական է, որ կարող է լինել ինչ-որ ասենք Արցախյան հարցի ռեաբիլիտացիա կամ նման հարցեր քննարկել, որ կարող է պահպանել կոնֆլիկտային տարը, հա, ու հակառակ կողմի համար էլ, քանի որ հարցը լուծվել է իշահ իրենց, մի քանի հարցեր կապված նախկին մտավախությունների հետ եւ այլն չկան, կա քաղաքական կամք հակառակ կողմից, որոշակի առնվազն շոշափել ինչ զարգացումներ կարող են լինել եւ սա նպաստում է նրան, որ մենք հիմա ունենք ավելի, այսպես կասեի, անկեղծ, ավելի նաև մոտ քաղաքական խոսույթին իր բովանդակության, որովհետև մաքուր քաղաքասարակությունների հարաբերությունները այնուամենայնիվ չեն քննարկում կամ իմ կարծիքով եթե նույնիսկ քննարկենք, ասենք ինչ-որ ԶԼՄ-ների ինչ-որ հետ կապված կոնտակտներ, իսկապես ազատ կոնտակտները կամ հասարակական տարբեր կազմակերպությունների, հասարակությունների տարբեր հատվածներ, դրանք անհնար են։ Հետևաբար նույնպես այդ քաղաքական տարը կա այս թրեք երկուսի մեջ, հա, հայ-ադրբեջանական, եւ իմ կարծիքով սա ավելի ազատ գոտի է, որտեղ այս սահմանափակումները, որ կան մաքուր քաղաքական խոսույթի մեջ, այստեղ չկան եւ կարելի է նաեւ շոշափել տարբեր լուծումներ, տարբեր մտքեր, կարգավորման հետ կապված, ապագայի հետ կապված, որ նաեւ քաղաքական խոսույթում հաճախակի չեն հնչում։ Այսինքն այն ինչ որ դժվար է կամ չի կարելի քննարկել քաղաքական հարթակներում, պաշտոնական դիվանագիտության մեջ, հնարավոր է եւ պետք է քննարկել այդտեղ որպես առնվազն մտքերի փորձարկման հնարավորություն։ Այո, ու մի խնդիր էլ կա, իմ կարծիքով ավելի ակտուալ ադրբեջանական կողմի համար։ Այնուամենայնիվ ադրբեջանական այս Track 2 եւ Track 1.5-ի մասնակիցները հիմնականում մարդիկ են, որ մասնակցում են այս գործընթացներին տարիներով, եթե ոչ տասնամյակներով, այսինքն իրենք ի տարբերություն հաճախակի նաև քաղաքական այն վերնախավի փոքր հատվածի, որ նույնպես ունեցել է շփում
ադրբեջանական հասարակության ամենամեծ զանգվածն են, որ երկարատև շփումներ ունի հայկական կողմի հետ, եւ ես կարծում եմ իհարկե թեև կա իշխանական եւ պաշտոնական, այսպես ասած, ազդեցությունը եւ իրենք չեն կարող լիարժեք անկախ ինչ-որ դիրքորոշում ունենալ, այնուամենայնիվ հայկական կողմի հետ շփումների այս երկարատև փորձը չի կարող չազդել այդ մարդկանց նաեւ կոնֆլիկտի տարբերվող ընկալումների վրա, տարբերվող թե հասարակության հատվածից, որ մեկուսացած է եղել տասնամյակներով, թե նաեւ իշխան պաշտոնական, այսպես ասած, հատվածից, որտեղ նաեւ այլ գործոններ կան, հա, այստեղ այնուամենայնիվ այդ մի քիչ ավելի ազատ շփվելու, մտածելու, նաեւ տարբեր տասնամյակներում տարբեր իսկապես լուծումների, գաղափարների առնչվելը կարծում եմ ազդում է նաեւ, որ մենք ունենք այդ փոքր հատվածը ադրբեջանական հասարակության եւ հայկական կողմը, այդ թվում հայ հասարակությունը, հայաստանյան հասարակությունը պետք է աշխատի առաջին հերթին հենց այդ հատվածի հետ, որովհետեւ այլ հնարավորություններ այս փուլում մենք չունենք եւ կարծում եմ սա այդ կարևոր առանձնահատկությունն է, որ պետք է նշել եւ որից պետք է ելնել հետագա քայլեր։ Ես նաեւ ճիշտ հասկացա, որ ըստ ձեր վերլուծության հայ-ադրբեջանական թրեք երկուսը եղել է եւ ինչ որ չափով լինելու է ավելի շատ 1.5, քան դասական առումով 2։ Կարծում եմ, այո, այս փուլում, քանի որ նշված օբյեկտիվ այո, գոյություն ունեցողի հողի վրա չափ։ Մենք կարող ենք ունենալ մաքուր 2 թրեք երկուսը, բայց կարծում եմ իր ազդեցությունը հատկապես նույնիսկ ամենամինիմալ, հա, այդ որոշումների կայացման վրա, նաև իրատեսական ինչ-որ լուծումների հողի վրա շատ փոքր է լինելու, եթե ոչինչ։ Նույնիսկ բան ենք, էլի թրեք 1-ը դա քաղաքական բանակցություններն են, թրեք 2-ը դա հասարակություններն են, թրեք 1.5-ը դրա արանքն ինչ-որ բան։ Պարոն Մինասյան, մեզ կներկայացնեք պատմությունը, ինչ ա եղել հայ-ադրբեջանական թրեք 2-ը 1.5-ը։ Ըստ էության, ոչ թե ավելի շատ դասական պատմությունը կներկայացնեմ, թե որ թվականին ինչ է եղել, բայց 1980-ականների վերջերից, ինչպես նշեց նաև գործընկերս, հայ-ադրբեջանական, այսպես հանրային դիվանագիտության առաջին նշույլները ըստ էության երևացին, երբ տարբեր փորձեր կար ինչ-որ երկխոսության միջոցով, տարբեր զգայուն հարցերի շուրջ քննարկումներ ծավալելու, միմյանց մոտեցումները հաշվի առնելու, հանրային դիսկուրսները փոփոխելու կամ վերահսկելի դարձնելու տեսանկյունից։ Այնուհետև պատերազմի ընթացքում բնականաբար նման խոսակցությունները հանրային մակարդակով իհարկե չկար, թեև առանձին դրվագներում կան նաև վկայություններ, որ եղել է որոշակի երկխոսություններ, դրա միջոցով տարբեր հարցեր է լուծվել գերիների եւ այլնի հետ կապված։ Այնուամենայնիվ հանրային, այսպես կոնֆլիկտի կարգավորման ուղղված հանրային դիվանագիտություն չի եղել։ Պատերազմից հետո համաձայն եմ, որ հայկական կողմը ըստ էության չէր ցուցաբերում բավարար կամք, ցանկություն, պատրաստակամություն խաղաղության կառուցման հետ կապված, որովհետև կար այդ հայտնի ընկալումը, որ դե հաղթել ենք, ել ում հետ բանակցենք, ինչ բանակցենք։ Սակայն ժամանակի ընթացքում արդեն 2000-ականներից հատկապես որոշակի հատկապես միջազգային երրորդ երկրների միջնորդությամբ սկսեցին նաև ինչ-որ պլատֆորմներ, հարթակներ ձևավորվել հայ-ադրբեջանական երկխոսության համար։ Շատ դեպքերում դրանք ունենում են եռակողմ ձևաչափ, վրացիներն էլ էին ներգրավում, չգիտես ինչի, հիմնականում Թբիլիսիում էին անցկացում այդ ձևաչափերը։ Սակայն հիմնական նպատակն էր, որ առնվազն երկխոսություն ձևավորել երկու հասարակությունների տարբեր խմբերի միջև, դրանք կարող են լինել երիտասարդներ, փոխանակման ինչ-որ ծրագրեր էին իրականացվում, դրանք կարող էին լինել լրագրողներ, մտավորականներ, անգամ ես դեպքեր գիտեմ, երբ արվեստագետներն են հանդիպել, էկոլոգներն են հանդիպել, այսինքն հասարակության ամենատարբեր խմբեր, որոնք կարող են ունենալ ընդհանուր թեմաներ, ընդհանուր հետաքրքրություններ, նրանց միջև երկխոսության կազմակերպումներ։ Իհարկե, այս ողջ process-ը տարիների ընթացքում ունեցել է մի քանի խնդիր եւ եթե կարճ ձևակերպենք, դա ասիմետրիան էր։ Ասիմետրիան ինչու էր կայանում։ Առաջին հերթին համաձայն է, որ հայկական կողմի ազատությունները թե որոշակի ցենզուրայի սահմանափակումներ, սակայն անհամեմատ ավելի մեծ են, քան ադրբեջանական կողմինը։ Այսինքն ադրբեջանական կողմում այն մարդիկ, որոնք մասնակցում են նմանատիպ ծրագրերի, շատ ավելի հեշտ էին թիրախավորվում, հետապնդումների ենթարկվում, որոնք եւ այդ հետապնդումները տարիների ընթացքում Ադրբեջանի ավտորիտարիզացման միտումներին զուգահեռ դրանք միմիայն ուժեղացել են։ Հաջորդը դա ազատության շրջանակներ, այսինքն ինչ կազմակերպություններ էին ներգրավում։ 2000-ականներին Ադրբեջանը ճիշտ է, ավտորիտար միտումները միշտ եղել են, սակայն անհամեմատ է իրավիճակը ներկայիս Ադրբեջանի հետ եւ այնտեղ կային ինչ-որ ՀԳ-ներ եւ այլն որոշակի վերահսկողության տակ, սակայն այնուամենայնիվ որոշակի գործելու ազատություն ունեին, գրանտներ ստանալու եւ այլնի հետ կապված։
Եվ ադրբեջանական շատ ՀԿ-ներ այդ թրեք 2-ի շրջանակում ինչ որ դիալոգների մեջ էին հայկական կողմի հետ։ Սակայն 2013 թվականից հատկապես նկատել է, որ ադրբեջանական կողմը, Ադրբեջանի կառավարությունը սկսեց փակել օդը այդ հասարակական կազմակերպությունների համար եւ հիմնական այդ հարվածը եկավ նրանց ֆինանսավորման աղբյուրներին, այսինքն առնվազն օրենսդրական այնպիսի խիստ օրենսդրություն ընդունվեց, որ գործնականում ադրբեջանական ՀԿ-ները չկարողացան այլևս արտաքին գրանտներ ստանալ։ Տարիների ընթացքում այդ օրենքը ամեն տարի ավելի էր խստացվում եւ մի իրավիճակ է օրինակ ստեղծվել այնտեղ, որ հասարակական կազմակերպությունը եթե փորձում է ինչ-որ ծրագիր անել միջազգային հովանավորությամբ, իր հաշվին չի կարող այդ գումարը ստանալ։ Այդ գումարը նստում է ֆինանսների նախարարության հաշվին, եւ ֆինանսների նախարարությունը պետք է իմանա այդ ծրագրի նպատակներ եւ այլն։ Ըստ նպատակարարության կարող է այդ բանը գումարը փոխանցել ՀԿ-ին։ Դրանից հետո որոշ ադրբեջանական այսպես քաղաքասարության ներկայացուցիչներ սկսեցին զարտուղի մեխանիզմներով հիմնականում Վրաստանի տարածքով այսպես քեշով կանխիկ բերել այդ գումարը եւ այլն եւ վերջին տարիներին մենք ականատես ենք եղել մաքս անենգության մեջ մեղադրվող մեծ թվով ՀԿ-ների եւ նրանց սկսեցին ձերբակալել դրա համար եւ դա եւս մեկ հարված էր։ Հետեւաբար այս հայկական կողմում այս խնդիրները չեն եղել ու այս ասիմետրիան միշտ եղել է մեր դաշտում եւ երրորդ ասիմետրիան նաեւ ազդեցության, այսինքն փոքր խումբը հավաքվում էր եւ այս ծրագրերի նպատակը նաեւ այս ծնագնդիկի էֆեկտ ունենալն է, այսինքն այս գաղափարները, որոնք քննարկվել են, նաեւ տարածվի հասարակությունների մեջ եւ այլն եւ այլն։ Ու այդ ասիմետրիան միշտ եղել է նաեւ երկու կողմերում։ Հայկական կողմը շատ ավելի ազատ է եղել, օրինակ եկել են ինչ-որ ասուլիսներ են կազմակերպել կամ արդյունքների տարածման մասին հանդիպումներ են ունեցել իրենց գործընկերների հետ ՀԿ-ները։ Ադրբեջանում պատկերացնել, որ այդ խաղաշինական ծրագրից հետո ադրբեջանցիները կկազմակերպեին ասուլիս եւ կպատմեին դրա մասին շատ ավելի փոքր էր։ Հետեւաբար այդ ծրագրերի ազդեցությունը նաեւ ադրբեջանական հանրության վրա շատ ավելի փոքր եւ այսպես ձևավորվել էր մի փոքր խումբ ադրբեջանցիներ, որոնք մասնակցում էին, վերադառնում էին Բաքու եւ այդ ծրագրի արդյունավետությունը դրանով ավարտվում էր։ Հիմա ինչ բացի այդ, այստեղ նաեւ կարեւոր է, որ ովքեր կարող են ներգրավել այս ծրագրերում, թրեք 2-ում կարող են ներգրավել ՀԿ-ներ, մեդիաներ, տարբեր ոլորտի մասնագետներ, ոչ կառավարության հետ առնչություն չունեցող անձինք, պաշտոնաթող պաշտոնյաներ, թոշակի անցած պաշտոնյաներ եւ անգամ հոգեվորականներ, սա էլ է հետաքրքիր եւ ադրբեջանական այս հանրային դիվանագիտության մեջ հոգեվոր այդ բաղադրիչը պարբերաբար եղել է 2010 թվականին հայոց կաթողիկոսը անգամ այցելել է Բաքու եւ հրավիրել է Փաշազադեին, որպեսզի նա այցելի Երևան։ Հետո հիմնականում ռուսական կողմի միջնորդությամբ այս 3 հոգևոր ղեկավարները հանդիպել են Մոսկվայում կամ այլ վայրերում եւ նպատակն էր նաեւ որ հոգևոր դասի ներկայացուցիչների աջակցությամբ այս հանրային երկխոսությունը ծավալվի, այդ ճշտամանքը հաղթարվի եւ այլ փոխվստահություն ձևավորվի, սա էլ հետաքրքիր կոմպոնենտ է ըստ էության եւ վերադառնանք մեր օրեր։ Ինչպես նշեցի, տարիներ շարունակ այդ ասիմետրիան խանգարել է, որովհետև հիմնականում ադրբեջանական կողմից չի եղել քաղաքական կամք, եւ այդ քաղաքական կամքի բացակայությունը բլոկ է դրել բոլոր ոլորտներում, նրանց ազդեցության տարածման հետ կապված թիրախավորման մասով եւ այլն եւ այլն։ Եվ հիմա կարծես թե մենք ունենք Վաշինգտոնից հետո մենք ունենք որոշակի միջավայրի փոփոխություն եւ առնվազն քաղաքական կամքի մասով հայտարարություններ հրապարակային, որքան են անկեղծ, որքան չէ դա ժամանակը ցույց կտա միանշանակ, սակայն անգամ խոսույթի մակարդակով համաձայն եմ, որ թեև որոշակի խնդրահարույց եզրույթների օգտագործմանը ընդհանուր առմամբ, եթե այսպես բարձ մոնիտորինգի ենթարկենք Իլհամ Ալիևի ելույթները 1 տարի առաջ եւ այսօր, թշնամանքի մակարդակի էական տատանում կա։ Ադրբեջան եւ եթե ասում եմ Ալիև, հասկացեք նաև նրանց ողջ փորձագիտական դաշտը իր հետ միասին։ Եվ հետեւաբար այդ հանրային խոսքը, հրապարակային խոսքը Ադրբեջանում որոշակի փոփոխություններ է կրել։ Իհարկե 100% անածեն իդեալական իրավիճակը չէ, այնուամենայնիվ սա եւս մեկ ցուցիչ է, որ ադրբեջանական կողմից որոշակի այսպես փոփոխություններ կա, նրա մարտավարության, ռազմավարության մեջ որոշակի փոփոխություններ կա եւ հետեւաբար սա նաև մեծացնում է հավանականությունը կամ շանսերը, որ ներկայումս թրեք 2 կամ թրեք 1.5 ձևաչափով երկխոսությունների հաջողելու հավանականությունը ավելի մեծ է, քան նախկինում։ Ինչպես նշեցի, Կոպենհագենում եղավ հայտարարություն, որտեղ կողմերը ստության ինչ-որ չափով կոչ արեցին իրենց երկրների քաղաքասարակություններին ակտիվացնելու կապերը, նաև արձանագրենք, որ նախկինում տեղի ունեցած բոլոր հանդիպումները տեղի ունեցել երրորդ երկրներում, այսինքն դուք իրավացիորեն նշեցիք, որ դրանց միջնշող մեծամասնությունը Թբիլիսիում էր, բայց դրանք տեղի ունեն Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Ռուսաստանում, ամենտեղ, բացի մայրաքաղաքներից եւ
Ըստ էության այս շաբաթ պատմության մեջ առաջին անգամ տեղ ունեցավ փորձագիտական ուրեմն խմբերի հանդիպում այստեղ Երևանում։ Այդ հանդիպման կազմակերպիչը մեր վերլուծական կենտրոնն էր, պարոնայք մասնակցություն ունեցանք այդ հանդիպմանը։ Քանի որ թեման արժանացավ որոշակի հանրային արձագանքի, ես դրա համար ցանկացա, որպեսզի մենք նախ մի հատ ներկայացնենք, թե ընդհանրապես ինչ է ներկայացնում թրեք երկու բանակցությունները կամ խոսակցությունները ավելի ճիշտ։ Անդրադառնանք, թե ինչ է այս ներկայացրել հայ-ադրբեջանական համատեքստում, եւ վերջապես հիմա Իրանից ինչ է ներկայացնում։ Արձանագրենք, որ այո, կա որոշակի քաղաքական միջավայրի փոփոխություն, արձանագրենք, որ թրեք երկուսի հնարավոր էֆեկտիվության մակարդակի բարձրացման շանս կա այս պատրությամբ սեղանին, եւ արձանագրենք, որ այնինչ որ երևի թե հնարավոր չէր լինի տարիներ առաջ կամ նույնիսկ ամիսներ առաջ, որ նման փորձագիտական հանդիպում տեղի ունենա մայրաքաղաքում կոնֆլիկտի կողմերից մեկի, հիմա դա այլևս հնարավոր է, հիմա դա այլևս տեղի ունեցած իրադարձություն է։ Ըստ էության նաև արձանագրենք, որ առնվազն երկու կողմերի փորձագետների մոտ կա ամբիցիա, ցանկություն սա դարձնելու մշտական որոշակի ֆորմատ հանդիպումների, եւ ժամանակը ցույց կտա սրա իհարկե ազդեցությունն ու արդյունավետությունը, բայց մի բան պարզ է, որ փորձագիտական մակարդակով տեղի ունեցող քննարկումները թրեք 1-ում համապատասխան քաղաքական կամքի պարագայում ունեն հնարավորություն որոշակի հավելյալ օգտակար գործողության գործակից ապահովելու, առնվազն, ինչպես պարոն Մելիքսեթյան, դուք ձեր այդ քննարկման մեջ նշեցինք, շատ հաճախ թրեք 2-ում հնարավոր է խոսել այն, ինչը որ այդ պայծառությամբ դերևս բարդ օրինակի համար խոսել թրեք 1-ում։ Շատ հաճախ գաղափարների գեներացումը շատ ավելի արագ ու շատ ավելի հեշտ է տեղի ունենում փորձագիտական եւ քաղաք հասարակությունների մակարդակում, քան թրեք 1-ում։ Եվ վերջապես, եթե մենք խոսում ենք ընդարձակ խաղաղության, կայուն հարատև խաղաղության մասին, դա չի կարող լինել միայն ուրեմն երկու երկրների ղեկավարների կամ իշխող էլիտայի միջև գործընթացող գործընթաց, այդ գործընթացը պետք է լինի ինկլյուզիվ, այդ գործընթացը պետք է լինի ներառական, որպեսզի հասարակությունների միջև որոշակի գործընթաց սկսվի, որը ինչ որ պահի կկարողանա տանել դեպի ուրեմն համերաշխություն հասարակությունների միջև։ Ինչ կավելեք։ Նայեք, մենք ունենք հայ-վրացական հարաբերություններ, հայ-ադրբեջանական ու հայ-վրացական նույնանման հանդիպումները շատ ավելի գնալով ես հիմա համատում եմ այն ինչ կա հայ-ադրբեջանական, շատ ավելի կենացային բնույթի են, քան հիմա այն ինչ քննարկում են հայ-ադրբեջանական թրեք 1.5-ում կամ 2-ում, հա։ Նաև նախկին փուլի տարբերությունը ո՞րն էր։ Նախկինում, ասենք, եթե նույնիսկ մենք հիշում ենք 2019 թվականին եղավ այց Բաքու, հայ լրագրողների փորձագետների եղավ Հայաստան, բայց այնտեղ տարբերությունը ո՞րն էր։ Հայկական պատկերացումները այդ կոնֆլիկտի լուծման եւ ադրբեջանական տարբեր բաներ էին խոսում եւ քննարկում։ Հիմա, եթե հանենք սահմանադրության թեման, որ ադրբեջանական կողմի համար դեռ ակտուալ է եւ մի քանի նաեւ ընկալումներ կապված նույն թրիփի հետ, մենք քննարկում ենք նույն խնդիրները եւ քննարկում ենք բավականին կոնկրետ լուծումներ։ Այսինքն այն ինչ պետք է աշխատի մոտ ապագայում, հա, եթե հաջողվի, ու սա է նաեւ ու այստեղ երկու կողմերի մոտեցումներն էլ շատ մոտ են եւ սա այն էական տարբերությունն է, որ կա նախկին փուլերի եւ ինչպես նշեցի նույն հայ-վրացական հարաբերությունների, ու ինչպես Նարեկը նշեց, հիմա որ զարմանում ենք ինչու են վրացիներին ներգրավում, եթե այսպես շարունակվի, ըստ ումա չեք զարմանում։ Պարոն Մեսյան, շատ կցանկանայի միայն հավելել, որ նմանատիպ հանրային ընկալումներում կա նաև այսպես շատ պրիմիտիվացված ընկալում, դե ցանկացած երկխոսություն, բարեկամություն ներկայացնելու տեսանկյունից, այսինքն երկխոսությունը մասնագիտական խմբերի հանդիպումները, շփումները, դա չի ընդհանրում, որ բարեկամանում են երկու ազգերը կամ այսպես եղբայրություն են անում, կամ կարգավորում չի նշանակում եղբայրություն։ Այո, լավագույն օրինակը էլի, չգիտեմ, թուրք-հունական հարաբերություններն են։ Այն պատմական ամենամեծ բեռով, արկա խնդիրներով եւ այլն, բայց երկու երկրի միջև էլ կան շփումներ, փոխանակումներ, երիտասարդական ծրագրեր, ամենատարբեր ձևաչափերով շփումները կան եւ հետեւաբար ասել, որ Թուրք եւ հույն ժողովուրդները եղբայրներ են դարձել, իհարկե դա էլ այդպես չէ։ Հետեւաբար Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների դեպքում էլ կա պրագմատիկ շահեր, կա պրագմատիկ իրողություններ, որոնք դու ուղղակի չես կարող հաշվի չառնել եւ նաեւ կա գիտակցում, որ դու ցանկանում ես այս տարածաշրջանում գոյություն ունենալ, շարունակես քո գոյությունը եւ դրա լուծումը երկխոսելն է
հարևանների հետ, էլի եմ ասում, երկխոսելը դեռ բարեկամանալ չէ։ Անդրադառնանք մեր հանդիպմանը։ Նման հանդիպումները բավական կարևոր են մասնագիտական խմբերի, հատկապես փորձագետների համար։ Ամենօրյա ռեժիմով մենք ըստ էության կարդում ենք ադրբեջանական մամուլը, հրապարակումները, սակայն շատ հաճախ բարդ է տարբերակել իրական գործընթացները քարոզչությունից։ Եվ նման հանդիպումները լավ հնարավորություն են իրականում տարբերակում մտցնելու, հասկանալու իրական նարատիվները ադրբեջանական կողմի եւ միևնույն ժամանակ դու էլ որպես փորձագետ ունես որոշակի ճկունություն նախ կրեատիվություն ցուցաբերելու դու պաշտոնյա չես որը այսպես կարճում է պաշտոնական դիրքորոշումից ու ամեն խոսքը արտաբերելիս բավական զգուշ է լինում որովհետեւ դա կարող է օգտագործվել երկրի դեմ փորձագետները այդ առումով շատ ավելի ճկուն են շատ ավելի ազատ են եւ այդ ազատությունը նաև հնարավորություն է տալիս որոշակի նորարարություն բերելու տարբեր այդ հին խնդիրների լուծման համար, ինչը եւս պակաս կարևոր չէ, ինչպես նշեց Սամվելը, նույն հաղորդակցությունների մասով կամ այլ խնդիրների մասով։ Մենք չափից շատ կենտրոնացած ենք Վաշինգտոնյան գործընթացի արդյունքների վրա կամ ձեռք բերված արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, սակայն միգուցե ինչ-որ նորարարության կարիք կա այլ ուղղություններով ավելի արդյունավետ բաներ իրականացնելու համար։ Ընդ որում դաշտը շատ լայն է, ցավոք սրտի մեր կոնֆլիկտը շատ երկար է տևել ու խնդրալույց հարցերը շատ են կուտակված, սկսած հումանիտար հարցերից մինչև վերջացրած պրակտիկ գետնի վրա կոմունիկացիոն հարցեր կարող են քննարկվել փորձագիտական մակարդակով եւ ինչու՞ չէ, եթե հնարավորություն կա նաեւ ինչ-որ նոր գաղափարներ բերել, որոնք կարող են ինչ որ փուլում շրջանառվել նաև որոշում կայացնողների մոտ հետաքրքիր արդյունքներ կարող ունենալ։ Իդեպ հավելենք բնականաբար հարցի հումանիտար կողմը, որ այո, սահմանադրության շուրջ կան տարաձայնություններ, Ադրբեջանում կան ինչ-որ սխալ ընկալումներ իմ կարծիքով, թրիփի վերաբերյալ կան տարաձայնություններ, բայց կան բնականաբար տարաձայնություններ նաև հումանիտար ասպեկտում, որովհետև Ադրբեջանում դեռևս պահվում են հայ ռազմագերիներ եւ այսպես դատական ֆիկտիվ process-ներ են տեղի ունենում այդ ռազմագերիների հանդեպ, բնականաբար հայկական կողմի համար եւ մեր համար բոլորիս համար բացարձակ առաջնահերթություն նաեւ այդ մարդկանց Հայաստան վերադարձնելը։ Սրանով հանդերձ ես մի այսպես ընդհանրական եզրահանգմամբ եմ ուզում մենք ավարտենք այսօրվա մեր քննարկումը։ Այս տաղավարում շատ հաճախ է լսել հնչել գաղափար հարգելի հեռուստադիտողներ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետականություն ապագա ունի, հարատև է միայն մի պարագայում, եթե տեղի ունենում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորում եւ որ մեզ անհրաժեշտ է որոշակի ֆորմուլա այդ համակեցությունը ձևավորելու, կառուցելու։ Եվ գիտեք, ես մի այսպիսի միտք եմ ուզում բերեմ, այսպես հանրային քննարկման դաշտ, որ թե Հայաստանին, թե Ադրբեջանին մենք միմյանց պետք ենք։ Հայաստանին պետք է Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ, Ադրբեջանին պետք է նախ որ Հայաստանը լինի եւ պետք է Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ։ Ինչու՞։ Հարավային Կովկասի շրջապատում գոյություն ունեցող պետությունները անգամներով, տասնյակ անգամներով ավելի մեծ են, ավելի հզոր են։ Դրանք երեքն էլ ունեն բավականին մեծ պատմություն եւ բավականին մեծ ամբիցիաներ կայսերական ու ծավալապաշտական, այսպես ասենք։ Եվ օրինակի համար շատ հաճախ երբ որ խոսում են Թուրանի մասին, պանթուրքիզմի մասին եւ այլն, դա հələ ինչ որ չափով հասկանալի է թե ինչա դա հետաքրքիր եւ գրավիչ Թուրքիայի համար, որտեղ Թուրքիան պետք է ձևավորի այդ հսկայական կայսրությունը եւ այլն։ Բայց դա ինչի պետք է օրինակ հետաքրքիր եւ գրավիչ լինի Ադրբեջանի կամ ադրբեջանական էլիտայի համար, որին այդ մեծ պրոյեկտի մեջ վերապահված է լինելու լավագույն դեպքում ինչ-որ մարզպետի կարգավիճակ կամ ինչ-որ մարզի կարգավիճակ։ Եվ այդ առումով Հայաստանը Ադրբեջանի համար հրաշալի պատվար է, ուրեմն եւս մեկ կայսրության հետ ունենալու սահման, եւս մեկ կայսրությունից ունենալու սպառնալիք։ Դրան զուգահեռ, քանի դեռ հարավային Կովկասում կա այն հավասարակշռությունը, որը որ այո, այս պայությամբ խախտված է, բայց ամեն դեպքում կան այս երեք հարավկովկասյան հանրապետությունները տարբեր շահերի ուրեմն համամասնությամբ եւ իրենց շրջապատող երեք կայսրությունների տարբեր հարաբերություններով շատ ավելի դժվար է, որպեսզի հարավային Կովկասում ձևավորվի հեգեմոն, որի համար կլինի սա այսպես ետնաբակ, ինչպես օրեր օրինակ համար 90-ականներին Ռուսաստանի համար։ Այս առումով բոլոր երեք մայրաքաղաքներն էլ անհրաժեշտ են մյուս երկու մայրաքաղաքների գոյությունը եւ նրանց հետ ինչ որ չափով նորմալ հարաբերությունները։ Այսինքն այդ ֆորմուլան կարա լինի պոստկոլոնիալ դիսկուրսից դուրս գալը միասին։ Այդ ֆորմուլան կարող է լինել փորձել հավասարակշռել երեքով մեզ շրջապատող մեծ պետությունների այսպես առավելապաշտական, կայսերապաշտական հակումները, որոնք առկա են երեքի մոտ էլ, տենց տարբեր մի քիչ, մեկի մոտ շատ, մեկի մոտ քիչ, բայց երեքն էլ ինչ որ տարբեր պատմական փուլերում տիրել են այս տարածաշրջանին, չեն մոռացել դա, ունեն այդ ամբիցիաները։ Սա որպես այսպես գաղափար խորհելու համար։ Լավ եղեք, կհանդիպենք յուրաքանչյուր կիրակի 19:00։